Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով այժմ ես հարցազրույցի եմ հրավիրել քաղաքագետ Արևելագետ Հովիկ Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հարցազրույցից հրավիրելու համար։ Ինչպես ասում են, մարդկանց դատում ենք իրենց խոսքերով, չէ, արված հայտարարություններով եւ իրենց գործերով, եւ ես հիմա առաջարկում եմ ձեզ փաստերի վրա հիմնվելով ներկայացնենք, թե ովքեր են այսօր ղեկավարում Հայաստանում, իրենց գործերը ինչ է ցույց տալիս, արդյոք նրանք առաջնորդվում են Հայաստանի հայ ժողովրդի շահերով, թե այլ օտար շահերի սպասարկումներ են։ Երբ մենք սա ասում ենք, պարոն Մկրտչյան, իրենք բորբոքվում են, ընդհանուր մինչև ասում են այ կդիմենք դատարան, այ պատիվ ենք պահանջում, բայց մենք հիմա ընդհանրապես փաստերը կներկայացնենք եւ կլսենք, եթե հակադարձումներ կլինեն իրենց կողմից, սիրով կլսենք եւ կներկայացնենք նաեւ այդ հակադարձումները, պարզապես փաստերը շատ խոսուն են։ Եվ այսպես, ես ուզում եմ նաեւ հետեւյալ հավելում անել, որ շատերը ԿՊ-ն քաղաքացիական պայմանագիրը նմանեցնում են աղանդի հետ, այդ աղանդի առաջնորդն էլ Նիկոլ Փաշինյանն է, բայց այդ աղանդավորների խմբակում կան տարբեր դերակատարում ունեցող անձիկ եւ իրենք ամեն մեկը իր դերն ունի։ Վերին երևի կարելի ասել այսպես օղակում Փաշինյանն է եւ ելի մի քանիսը, եւ մյուսները, ինչպես իրենց գործընկերներից մեկն էր ասում, պարզապես սովորական ուսապարկեր են, որոնք կատարում են այդ վերին օղակի շերտի, անձանց հրահանգները, իսկ այդ անձիկ վերին օղակում գտնվող բնականաբար ուղղորդվում են կոնկրետ ուժային կառույցների, կոնկրետ պետությունների կողմից, ավելի հստակ ասենք, Հայաստանի թշնամի երկու պետությունների կողմից՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Սա ընդհանուր այդ պատկերը ես ներկայացրեցի ասելու համար հետեւյալը, որ մենք այսօր այդ վերին, այսպես ասած, այդ ցանցի վերին հատվածում գտնվող երեք սուբյեկտներին կանդրադառնանք, գլխավոր սուբյեկտներին, խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին է, Արարատ Միրզոյանի եւ Ռուբեն Ռուբինյանի։ Եվ այսպես սկսենք Նիկոլ Փաշինյանից, պարոն Մկրտչյան, ձեր օգնությամբ փորձենք հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ խոսույթ բերեց այս ընթացքում հայաստանյան դաշտ, ընդհանրապես նա միջազգային հարթակներում, դրսում, նաեւ մեր Սփյուռքի հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ նա ինչ հայտարարություններ է հնչեցնում եւ արդյոք դրանք հենց ադրբեջանական կամ թուրքական թեզեր չեն։ Եվ ես որպես սկիզբ մեր հարցազրույցի կառաջարկեմ սկսենք հայոց ցեղասպանության հարցի հետ կապված նրա հնչեցրած հայտարարությունից, որն արեց մասնավորաբար հենց Շվեյցարիայում։ Լավ եք հիշում, եւ ուրեմն խոսքը փոխանցեմ ձեզ եւ դուք ներկայացրեք, թե նա ինչ ասաց հայոց ցեղասպանության հետ կապված եւ դա արդյոք հենց թուրքական թեզ չէ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Տեսեք, ձևաչափը, որ խմբակը գործում է որպես սեկտա, դա որ առհասարակ բանի տեղ կասկածի տեղ անգամ չի տալիս, որովհետև որպես աղանդավորական շարժում, դա ցանկացած աղանդավորական շարժում հիմնվում է ինչ-որ որոշակի գաղափարի շուրջ, չէ՞, դա ինստիտուտ է, ու ինստիտուտը ունի հիերարխիա, սկսած ղեկավարից եւ մնացած ֆունկցիաներ կատարողներից։ Այս խմբակը կոնկրետ ստեղծված է, համակարգված, ընդ որում ինքը ենթադրաբար կարելի է պնդել, որ ստեղծված է ոչ Հայաստանում, ու իր անդամներն էլ շատ լավ որսացել են այդ աղանդը ստեղծողները, գործառույթ կատարողներին որսացել են։ Գործառույթ կատարողների որսը տեղի է ունենում դարեր շարունակ, այդ նմանատիպ բան տեղի է ունենում, երբ որ հասարակության մեջ փորձում են գտնել խոցելի ինչ-որ մարդկանց, որոնց որ մանկությունից, կենսակերպից, չգիտեմ, շատ տարբեր պատճառներով մարդը իր հասարակությանը, իր խմբակիցներին, իր ցեղակիցների նկատմամբ մի քիչ որոշակի sense բանա, նեղվածություն է ունենում։ Իրան շատ հեշտ է որսալ ու իր գլխում որոշակի գաղափարներ դնել, ու այդ գաղափարները հետագայում արդեն գաղափարը դա ամենաայլանդակ բանն է, երբ որ դրվեց մարդու գլխում, ինքը սկսում է աշխատել։ Դա ժամանակակից աշխարհում առավել եւս գաղափարական պատերազմը դա ամենաայլանդակ ու վնասակար պատերազմն է։
Հիմա տեսեք, տեղի է ունեցել մի բան 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում ցեղասպանվել է մի ամբողջ ազգ, դա փաստ է, ընդ որում այդ փաստը ընդունել է հենց Թուրքիայի Հանրապետության դատարանը։ Դատարաններում բազմաթիվ դատական ակտեր կան, որոնք որ ուժի մեջ են մտել։ Այսինքն 20-րդ դարի հենց սկզբում Թուրքիայի Հանրապետությունը այդ փաստը ընդունել է։ Հետագայում արդեն աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված որոշակի, ասենց ասած, մեր կողմից առավելապես դա աչքաթող է արվել օբյեկտիվ պատճառներով սովետական միության կազմի մեջ մտնելու եւ այլն։ Հիմա չտրվենք դրա մեկնաբանությանը ու բացատրությանը։ Թուրքիայի Հանրապետության ժառանգները դա չեն մոռացել։ Նրանք այս ամբողջ ընթացքում ավելի քան 100 տարի կարողացել են ստեղծել միֆ թուրք ժողովրդի շուրջ ու դա տարածել ամբողջ աշխարհում։ Դա դրանում նրանց մեղադրել չես կարող, որովհետև նրանք ունեն պետություն ու իրենց պետության շահը առաջ տանելով իրենց ազգին մաքրելու գործ ունեն լծված։ Ես իրենց հետ այդ առումով խնդիր չունեմ։ Խնդիրը մեր մեջ է։ Նրանք 100 տարվա ընթացքում կարողացել են ձևակերպել Թուրքի, ասենց ասած, կերպար, որը որ մարդասպան չէ, որը որ աշխատասեր է, որը որ մարդասեր է։ Իսկ վերջին տարիներին, եթե մենք նայենք, տեսնենք տուրիզմը ոնց են զարգացրել, չէ, ամբողջ աշխարհից տուրիստները գնում են, այդ թվում նաև Հայաստանից, հետ են գալիս, ասում են Թուրքի գլխի վրա հայը տեղ ունի, չէ՞։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ հայի մոտ պատկերացում է առաջանում ու իր մոտ խորապես նստում է, որտեղ հիմա վատը չեն, էլի, կամ այդ որ ասում են, ասենք ցեղասպանել են, այս տխմարագույն թեզը, ես ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, սա նոր չէ, սա վաղուց ներդրվել է, որ պետք է հասկանալ ում ձեռքով է արվել, կամ այդ ինչ է արվել, կամ ոնց է արվել, բայց ինչը հասկանաս, եթե ակնհայտ փաստ է։ Նորից կրկնեմ, թուրքական դատարաններում քննվել են գործեր, կան պարագլուխներ, դա փաստ է, դա անհերքելի փաստ է, դա չի կարելի ժխտել։ Բայց մենք ունեցանք մի բան, 100 տարվա ընթացքում Թուրքը կարողացավ իրեն ամբողջ աշխարհի աչքի առաջ մաքրել ու դառնալ խաղաղասեր, դառնալ, չգիտեմ, մարդասեր, դառնալ աշխատասեր, իսկ մենք այս ամբողջ ընթացքում արել ենք մի բան։ Եզակի դեպքեր կան, որ մեր թե պատմաբանները, թե իրավաբանները, ցեղասպանագետները խոսել են դրա մասին, բայց դա շատ քիչ արդյունավետ է եղել, էլի 100 տարվա ընթացքում սովետական միության տարիները ծիծեռնակաբերդի կառուցումից հետո եթե նայենք, մենք ինչ ենք արել, տարվա մեջ մի անգամ, ասենց ասած, հասարակության որոշ մասը, ծաղիկը ձեռքը, ասենց լուրջ դեմքով գնացել է ծիծեռնակաբերդ, ասել է հիշում եմ եւ պահանջում եմ։ Բայց ինքը չի հասկացել ինքը ինչն է հիշում ու պահանջում, օրինակ ծաղիկը ձեռքը, եթե դու գնում ես ծիծեռնակաբերդ, դրանով ինչ ես ուզում ասես։ Ոչինչ։ Այստեղ է Պրոբլեմը մեր մեջ է։ Այն ինչ որ կարողացել են արդեն թուրքերը որսալ, գտնել ինչ որ մի խմբակ, նրանց գլխի մեջ գնել արդեն իրենց գաղափարները, բերել այդ խմբակին Հայաստանի սրտում ու իրենց դարձնել կառավարիչներ ու այդ թեզերը կամաց առաջ տանել։ Ու օբյեկտիվ սովետական միության փլուզումից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում, չէ, մենտալ, հոգեբանական, կրթական, ծանր սոցիալական իրավիճակը ու կրթական ցենզի իջեցումը ու այս խլրտոցները եկեք ցենց ձևակերպենք, էլի մենք ձեռք ենք բերել անկախություն,
բայց մեր անկախության առաջին իսկ օրվանից մեր պետության անկախ Հայաստանի հիմնադիրները չեն ստեղծել ֆունդամենտ։ Մենք չունենք ճարտարապետություն, պետությունը պետք է ինքը ունենա ճարտարապետություն հետագա զարգացում ապահովելու համար։ Մենք ոչ միայն հիմք չենք ունեցել, մենք նաև ճարտարապետություն չենք ունեցել, սենց ասած մի բան անենք, մի բան կլինի, ու այս ամբողջ ընթացքում իջել է կրթական ցենզը, իջել է մարդկանց քաղաքական ու իրավական գիտակցության մակարդակը, ու սենց ասած մարդիկ արդեն զզվել են այս ամեն ինչից, ու մարդկանց ինչ ասում են, մարդիկ հավատում են, ու այսօր արդեն ցավոք սրտի 18 թվից արդեն առավելապես ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր կառավարությունն ամբողջությամբ ինքը սպասարկում է մեր թշնամու Թուրքիայի ու Ադրբեջանի շահը, ու բոլոր թեզերը իրենք խոսում են մի բանի մասին։ Եթե դու հարցականի տակ ես դնում մի բան, աստ, որ զարգացած պետությունները դրանք եվրոպական 100 շտկեք ինձ խնդրում են 100 քանի պետություն ընդունել է այդ փաստը, չէ, հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ընդունել է, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը հայտարարում է, որ եկեք դե բան անենք, մոռանանք էլի, ասում է տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Ես առ այսօր մենակ մի մարդուց եմ լսել, դա Իլհամ Ալիևն է, որ ասում է հայերը Խոջալիում ցեղասպանություն են արել։ Ոչ վրացին, ոչ պարսիկը, ոչ կաբարդինը, ոչ չեչեն, ոչ ոք մեզ ցեղասպանության մեջ չի մեղադրել։ Ինչ է նշանակում տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ, ու եկեք հրաժարվենք անընդհատ կրկնելով ինչի պիտի հասնենք, պիտի հասնենք կոնկրետ պատմական արդարության, ու փաստը պետք է ընդունի, չէ, պետք է ընդունեն այդ մարդիկ, որ իրենց ձեռքերը մաքրեն, իրենք չէ որ ժառանգել են պետություն ու իրենց ձեռքերը դրա մեջ է, ու հրաժարվելով իրենք ավելի են ապացուցում, որ դա իրականություն է, բայց դուք ասում եք եկեք հրաժարվենք։ Դե հիմա փաստորեն ժխտողական քաղաքականությունը, ներողություն, պարոն Մկրտչյան, թուրքական ժխտողական քաղաքականությունը Հայաստանում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ձեռքով։ Եվ ես ուզում եմ ձեզ, քանի որ հղում տվեցի Շվեյցարիայում հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի, այդ թվականը երբ էր, երևի 1-2 տարի առաջ էր, չէ՞, հանդիպումը տեղի ունեցավ, 1 տարի առաջ։ Հա, պատերազմից երևի 1-2 տարի առաջ էր հավանաբար, կամ մի քիչ ավելի, ամեն դեպքում այդ հանդիպման ժամանակ ես ուղղակի ուզում եմ բառացիորեն հիշեցնել մեր ժողովրդին, մեր ունկնդիրներին եւ նաեւ ձեզ եւս, որպեսզի հարցս եւս ուղղեմ։ Տեսեք, ասում է, ինչ է, մենք պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ինչպես է հայոց ցեղասպանության հարցը հայտնվել պետական օրակարգում։ Տեսեք ինչ է ասում։ Եվ այդ տարիներին, տարբեր տարիների ընթացքում ինչպես է հայտնվել պետական օրակարգում, այստեղ ինքը նաև հատուկ ուղղորդում էր ռուսական կողմին, որ իբր Ռուսաստանի կողմից է նաև շահագրգիռ կողմը եղել այդ հարցում Ռուսաստանը, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում միշտ լինի լարվածություն։ Այսինքն մեր ցավը, մեր ողբերգությունը ինքը ահա ինչ տարբերակով է մեկնաբանում, եւ ուզում եմ հետեւաբար հարցնել ձեզ, ինչ է սա, եթե ոչ ուրացման քաղաքականություն, այդ ժխտողական քաղաքականությունը, ինչ է սա, եթե ոչ հենց ուրացում հայոց ցեղասպանության փաստի, խնդրեմ։ Կոնկրետ ուրացում, տեսեք, այն որ ինքը ամեն գնով փորձում է մաքրել, ինչ է տեղի ունենում, նա մաքրում է Օսմանյան կայսրության պարագլուխների թույլ տված մարդկության դեմ կատարած հանցագործության մեղք։ Նա վերցնում է հային 21-րդ դարում ապրող ու հային ասում է ջուր լցրու, այդ մարդկանց ձեռքերը մաքրենք նախ։ Դա մեկ։ Երկրորդը, դա շատ չափազանց վտանգավոր բանն է, երբ որ երկրի ղեկավարը ոչ է անում հրաժարվել նման բանից։ Դա ստեղծում է հնարավորություն
հետագայում կա արդեն պլանավորվող կամ կատարվելիք նմանատիպ իրադարձություններին ցեղասպանության համար նոր տեղ է բացում, որովհետև նա ասում է փորձենք հələ հասկանալ ոնց է եղել, այսինքն ինչը հասկանանք, դու ինչ ես ուզում ասես, դու ուզում ես ասես, որ մի ամբողջ ազգ, սենց բանը խեղճ թուրք ասկերները կանգնած են եղել, հայությունը սենց հելելա հազարներով, 100,000-ներով գնացել ընկելա իրանց թրերի վրա մեռելա, հետո այդ խեղճ մարդկանց մենք սա հազար ներողություն արտահայտությանս համար, սա իդիոտիզմ է, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանագետների մոտ բազմիցս հարց է առաջացել, որ սա վտանգավոր բան է, պետության ղեկավարը իրավունք չունի նման արտահայտություն անելու, առավել ևս, եթե դու ներկայացնում ես ազգի, հայ ազգին ես ներկայացնում, դու իրավունք չունես առհասարակ ասելու, իսկ իր տեսանկյունից, եթե մենք վերանում ենք իրականությունից ու նայում ենք մեկ այլ դիտանկյունից, մենք տեսնում ենք, որ Թուրքիան ունի իր աշխատողը Հայաստանում, ով որ խոսում է հայերեն, ում որ ինքը աճեցրել է երկար ու ձիգ տարիների ընթացքում ու իր թեզը Հայաստանում այսօր իրականություն է դարձնում։ Սրա մասին է խոսքը։ Այո, պարոն Մկրտչյան, անցնենք առաջ, շնորհակալ եմ, հետաքրքիր մեկնաբանեցիք, ես իհարկե կարծում եմ, այո, այս ձևաչափով մենք ավելի խորքային առանձին կանդրադառնանք հետագայում, հիմա որպեսզի նաև տեղավորվենք մեր եթերաժամանակի մեջ, ես առաջարկում եմ անցնել առաջ, դառնանք Արցախահայության խնդրին, երբ որ դուք ասացիք, այնպիսի տպավորություն է հայոց ցեղասպանության հետ կապված փորձում ստեղծել Նիկոլ Փաշինյանը, թե խեղճ թուրքը այնտեղ բան չէր արել, հայ ժողովուրդը ինքը իրան որոշեց իր հայրենիքը լքել, հա, սա զարուրելի փաստերի զարուրելի խեղաթյուրում է եւ ցավալին այն է, որ Յան ազգանունով անձն է դա իրականացնում եւ այդ անձիկ ովքեր ԿՊ-ում են։ Ես հիմա այդ նույն սցենարը տեսնում եմ Արցախահայության պարագայում։ Հիմա եկեք տեսնենք, թե Փաշինյանը եւ մյուսները ինչպես են կոնկրետ Փաշինյանի հետ կապված ենք հիմա խոսում, ինչ թեզեր են զարգացնում Արցախի հետ կապված։ Այստեղ էլ են նա ասում, որ դուրս չգաք, դուք եք դուրս եկել։ Ձեզ ով ասեց, որ դուրս գայիք, մնայիք, չէ՞։ Այսինքն այս նույն տրամաբանությունը հիմա ինքը նորից իդեպ նույնը ասում է Ալիևը։ Հիմա եկեք տեսնենք, թե Արցախի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կամ ավելի կոնկրետ Ալիև Փաշինյան խոսույթի նույնականությունը։ Փաստերը բազմաթիվ են, մենք մի քանիսի վրա գոնե կփորձենք կանդրադառնանք մի քանիսին։ Արցախի հարցում օրինակ ասում է թոք էր եւ պարտվեցինք պատերազմում եւ ստացանք պետականություն։ Հիշում եք, այդպիսի ձևակերպում է։ Արցախը թոք էր, քանի որ ազատվեցինք, մենք ստացանք հայկական պետականություն։ Այս խայտարակ ձևակերպումը տալիս է, դրանով միաժամանակ Արցախը համարելով զուտ ադրբեջանական տարածք։ Դուք փորձել եք գտնել այն թեզերը, որով նա մեկը մեկին կրկնում է Ալիևին Արցախի հարցում։ Ես կասեմ ավելին, նա այն ինչ որ իրեն հանձնարարված է, նա միշտ բոնուսով է անում։ Այսինքն ասում են գնա մի հատ մարդ սպանի, ինքը 5 հոգու է սպանում, ասում է ես 4-ն էլ ձեզ նվեր բոնուսով։ Պետության նորից եմ ասում, նա տեսեք, ինքը ասում է մենք ստացանք ինքնիշխանություն ու մենք ստացանք պետություն։ Ինքը երբ որ իր ձևակերպմամբ արել է հեղափոխություն ու վերցրել է իշխանությունը, ինքը վերցրել է արդեն գոյություն ունեցող պետության մեջ իշխանությունը, չէ՞, բայց ինքը ասում է մենք ստեղծել ենք պետություն, այսինքն ինչ է դուրս գալիս, իրենից առաջ մենք հայկական պետություն չունեինք, իհարկե ունեինք, մենք ինքնիշխանություն չունեինք, իհարկե ունեինք, բայց ինքը ասում է ես եկել եմ, նոր ենք մենք պետություն ստեղծել։ Սա եւս մեկ թակարդ է, բառախաղ է, ինչին որ ինքը փայլուն տիրապետում է այդ բառախաղին։
որ մինչև այդ պետություն չի եղել ու իրեն լսում են մեր հասարակության ես արդեն խոսքի սկզբում ասեցի ինչու՞մ նախնդիրը քաղաքական ու իրավական ցածր գիտակցության մակարդակ ունենալը բերում հանգեցնում է սրան որ նա դա ասում է ու մեկը չի կանգնում այսինքն դու երբ որ եկար ինչ էր հավաբուներ դա դու եկար ու ստեղծեցիր պետություն չէ որ մենք ունեինք պետություն մենք ունեինք Հայաստանի անկախ հանրապետություն դրանից առաջ մենք ունեինք խորհրդային Հայաստան չէ նրանից առաջ ունեինք էլի Հայաստան քիչ ժամանակով այսինքն դու հիմա ինչ ես ասում իսկ այն որ ասում է Արցախը թոք էր մեր վզի դա անգամ թուրքերը նման բան չեն ասել նման արտահայտություն չէ ոնց կարան որ հազարամյակներով Արցախում ապրել են հայեր ու դա փաստ է ու դա այնքան պատմական փաստ է ամբողջ աշխարհից պատմիչներ կան քարտեզներ կան մի խոսքով այնքան շատ է դրա մասին ինֆորմացիան որ ասելու չէ որ դա եղել է բուն հայկական դա մեր օրանն է դա մեր հայրենիքն է ու այդտեղ ապրել են հայալեզու մարդիկ նրանք ունեցել են մշակույթ ու դու այսօր ասում ես որ դա թոք էր մեր վզի դա նորից կրկնեմ եթե մենք ուզում ենք հասկանանք որ պետության ղեկավարը իրավունք չունի նման բան ասելու մենք պետք է միշտ մեր դիտանկյունը փոխենք հասկանանք որ մեր պետության ղեկավարը նա պետություն չի ուզում ղեկավարի նա այդ պետությունը ուզում է ուղղակի դադարեցնի գոյություն ունենալ դրանից է ինքը միշտ շեշտում կհիշեք երևի նա ասում է Հայաստանի իր ձևակերպումը նոր Հայաստանը, հա, չէ, իրական Հայաստանը դա ամենալավ պրոյեկտն է։ Սա абսուրդ է։ Սա թե հոգեբանության տեսանկյունից, եթե չասեմ, իրավաբանության կամ քաղաքական գիտության տեսանկյունից, հոգեբանության տեսանկյունից սա այլանդակ արտահայտություն է, այսինքն մեր հայրենիքը, այն սուրբ հողը, որի վրա որ մենք ենք ապրում, մեր պապերն են ապրել, ինքը դա համարում է այսօր պրոյեկտ։ Այո, իր տեսանկյունից սա պրոյեկտ է։ Հայաստանը, մեր հայրենիքը առհասարակ վերացնելու ու տեղը ինչ որ մի հատ կառույց ինստիտուտ ստեղծելու որին որ ինքը կմնա նշանակված դիրեկտոր կամ նախագահ ոնց որ բանը Ալիևը ասեց կոլխոզի նախագահ նա ասեց մի կոլխոզ էլ չի ղեկավարել ու դրանում ինքը ճիշտ է ինքը այդպիսի մի ինստիտուտ է ուզում ստեղ թողնի, որին որ ինքը կմնա ղեկավար ու ամեն արժանապատիվ հայ մարդ որ կփորձի հակադարձել, նա իրենց առանց մի վարքյան ով քաշելու, նա նրանց ուղղակի կվերացնի ու վերջ, սա է այդ մարդու ուզածը։ Եվ դա էլ անում է, եւ ես հիմա կոնկրետ կուզեմ օրինակ, կոնկրետ հենց փաստի հետ կապված խոսենք, պարոն Մկրտչյան, ադրբեջանանպաստ թեզերից մեկին անդրադառնանք, Արցախ վերադառնալու մեր արցախահայության իրավունքի մասին, երբ բարձրաձայնվում է, նա միանգամից հակադարձում է, թե եթե մենք դա խոսենք, Ադրբեջանն էլ մեջտեղ կբերի ադրբեջանցիների Հայաստան գալու, ընդ որում դա այդտեղ ասում է վերադառնալու, հա, ինչին ես միանշանակ դեմ եմ այդ ձևակերպմանը, գալու այդ հարցը հարթության մեջ կբերի, այդ հարցը այսպես թե այնպես Ադրբեջանը արդեն վաղուց բերել է, բայց ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է այդ երկուսը Արցախահայության 5000-ամյա իր հայրենիք վերադառնալու իր իրավունքը նույնացնում է քոչվոր ցեղի գիտենք ոնց է, չէ, եկել խորթային տարիներին եկել են բուն են դրել այստեղ հովիվները, վրաններ են դրել, հետո իրենց այդ խաշնարածները, հա, այսպես հետո տներ են կառուցել խորթային ինտերնացիոնալիզմի ներքո որոշվել է գյուղեր կառուցել, այսինքն դա եղել է խաղաղ ներխուժում։ Հիմա այդ խաղաղ ներխուժումը, օկուպացիան ուղղակի մեր երկրի օկուպացիան, ինքը համեմատության մեջ է դնում Արցախահայության իր հայրենիք, կրկնում եմ 5000-ամյա հայրենիք վերադարձի իրավունքի հետ։ Սա մեկը մեկով, ինչպես քիչ առաջ իմ հարցում ասացի, համընկնում է Ալիևի հայտարարություններին։ Եվ ես կխնդրեմ լսել ձեր կարծիքը, այո։ Տեսեք, երբ որ դուք շատ ճիշտ հիմա հիշեցիք ու ասեցիք խորհրդային միության տարիներին եկել են բուն են սարքել ու ապրել են ադրբեջանցիք, չէ՞։ Դա եղել է
Թուրքիայի Հանրապետության կողմից ծրագրավորված հերահար ծրագիր, բայց արվել է ադրբեջանցիների ձեռամբ, չէ, ադրբեջանցիներին ուղղորդել են այստեղ, եթե մենք մի քիչ ավելի ուշադիր նայենք, նրանցից ոչ մեկ, երբ որ եկել են, նրանք ունեցել են անասուններ, նրանք միշտ ավելի ապահով են եղել։ Սա պետք է անպայման չմոռանալ ու հիշել միշտ, նրանք միշտ ավելի ապահով են եղել թե անասունների, թե գյուղատնտեսության, թե առևտրի մեջ, որովհետև նրանց ուղղորդել է Թուրքիայի Հանրապետությունը հերահար նպատակ ունենալու։ Հենց այդ գաղափարը, այն ինչը որ քիչ առաջ ես ասեցի, որ մենք 100 տարի ուղղակի, 100 տարի չէ, սովետական միության արդեն կեսերից ծաղիկը ձեռներս գնացել ենք Ծիծեռնակաբերդ, իսկ նրանք այդ ամբողջ ընթացքում աշխատել են համակարգված, գիտակցված գաղափարներ ստեղծելով, ծնելով ու դրանք կյանքի կոչելով։ Դա սրա բաղկացուցիչ մասն է։ Նրանք բերել են մեր մեջ ներդրել են այդ մարդկանց հերահար իրանց ծրագիրը կյանքի կոչելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Արցախահայությանը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ Արցախահայությունը պետք է ու պարտավոր է ապրի Արցախում ու ամբողջ աշխարհի, ասենց ասած, քաղաքակիրթ աշխարհի աչքի ուշադրության ներքո պետք է ապահովի նրանց արժանապատիվ կյանքը ու անվտանգությունը Արցախում ապրելու համար։ Արցախահայությանը Արցախից հանելու խնդիր չի եղել։ Ես որ նոր ասեցի, նա միշտ անում է ավելին բոնուսով, Ալիևը ինքը այդքան Ալիևը եկել էր ի սկզբանե այն 7 շրջանները վերցնելու, բայց սա վերցրեց ու նվեր տվեց ամբողջ աշխարհը, Ալիևը համաձայն էր, որ Արցախահայությունը մնար Արցախում, սա վերցրեց Արցախահայությանը հանեց, ասեց ախպեր լտես, ես քեզ բոնուս եմ տալիս։ Էլ ինչ կուզես։ Նման երկրի ղեկավար ես չեմ հիշում, եթե դուք հիշում եք ինձ ուղղեք կամ հուշեք, որ ամբողջ պատմության ընթացքում նման ղեկավար, դա կլինի թագավոր, դա կլինի կայսր կամ չգիտեմ պրեզիդենտ, ինչ ուզում եք անունը դրեք, նման ղեկավար երբեք չի եղել։ Անգամ եթե հետ դառնանք Ալիևի խոսքերին, կոլխոզի նախագահ, ոչ մի կոլխոզի նախագահ իր անասուններին, իհարկե համեմատությունը շատ կոպիտ է, բայց եթե դու կոլխոզի նախագահ ես, դու քո անասունների համար ոգ ես տանում, կերակրում ես, դու ուզում ես, որ անասունները շատանան, որ կատ տա, միս տա, էսա, նման այլանդակ ղեկավար մարդկությունը չի տեսել։ Եթե տեսել է, խնդրեմ ինձ ուղղեք կամ հուշեք, ասեք, որ ես։ Ցավոք դա էլ մեր ճակատագիրն է կարծես, հա, մեզ մոտ սա էլ է եղել են պատմության ընթացքում դավաճաններ, բայց այս դեպքում մենք չգիտեմ, մի տեսակ կարծես Բահամկրտչյան, երբեմն ինձ թվում է դավաճան բառը ասելը քիչ է։ Չի տեղ ավելի Փաշինյանը դրանից դուրս է, ավելի մեծ ու վտանգավոր աղետաբեր է նա, քան կարելի ասել ուղակի սոսկ դավաճան։ Ես ուղակի մտածում եմ, որ ինքը ամեն դեպքում կգա երևի ինչ-որ պահ, կպարզվի, թե ինքը իսկապես ազգությամբ ով է, որովհետև նրա քայլերը ոչ հայկական են եւ հաստատ սովորական դավաճանություն չէ, էլի, իր գենետիկայի կազմի ստուգման անհրաժեշտություն կլինի ինչ-որ մի պահի, կարծում եմ, եւ կհասկանանք, թե ինչու է նա այսքան հայացյաց եւ ինչու է այսչափ ատում հայ ժողովրդին եւ տվյալ դեպքում այդ ատելությունը ավելի սուր արտահայտված է Արցախահայության հետ կապված։ Հիմա ես կխնդրեմ անցնենք առաջ, շատ կարևոր հիմա մենք իրավիճակում ենք, նա պատրաստվում է, անունը դրել է անկլավներ եւ մեր հայրենիքի մնացած տարածքները փորձում է դարձյալ նվեր տալ Ալիևին, ընդհանրապես չի խոսում Ալիևի կողմից, Ադրբեջանի կողմից օկուպացված այս պահին բավական մեծ տարածքի հետ կապված, Հայաստանի ինքնիշխան տարածքից, խոսում են հայկական Հայաստանի ինքնիշխանությունից, բայց օկուպացված են թշնամու կողմից պահում մեր տարածքները Ջերմուկի հատվածում, հա, տարբեր ուղղություններով մենք ունենք Սև լճի, Սյունիքի հատվածում, Գեղարքունիքի հատվածում, ունենք տարածքներ, որոնք օկուպացված են թշնամու կողմից եւ օրինակ եւ սահմանագծումը Մամկրտչյան չեք կարծում, որ հենց ուղղակիորեն տեղի է ունենում Ադրբեջանի շահերի
տրամաբանության տակ։ Ինչպես մտածում է Ալիևը, ինչպես ուզում է, հիշում եք, մի այդպիսի խոսք էր ասում, մենք ինչպես կուզենք, Ալիևն էր ասում, այդպես էլ կգծենք Հայաստանի սահմանը։ Վերջես էլ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը այսպիսի մի միտք ասեց, թե եթե մենք առաջնորդվենք մեր շահերով, Մկրատը առնենք, կտրենք, Ադրբեջանն էլ առաջնորդվի իր շահերով, Մկրատը կարնիկը կտրի, մեջ բերեմ կոնկրետ, այստեղ ասում էր օրինակ ջերմուկի, հա, այդ հատվածում օրինակ ասում է կվերցնի ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի տավուշի բերքաբերի հատված կկտրի եւ այսպես շարունակ ուրիշ հատվածներ։ Այսինքն ինքը ցանկացած քայլ, որ պիտի անի, նախ եւ առաջ հաշվի է նստում, թե Ալիևը ոնց է անելու եւ իր բոլոր քայլերը Ալիևի քայլերի, Ալիևի քաղաքականության, տրամաբանության մեջ են։ Ես հիմա կխնդրեմ դուք անդրադառնաք այս սահմանազատման գործընթացին եւ մինչ այդ իհարկե միաժամանակ անգամից հիշեցնեմ դա եւս եւ լսեմ ձեր խոսքը, այն որ հղում է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին, սա եւս նորից եմ կրկնում, մեկը մեկով կրկնում է Ալիևի խոսքը։ Այս մասին Ալիևը 2022 թվականին է ասել, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը անդադար մեջտեղ է բերում Ալմա-Աթայի հռչակագրի այդ փաստաթուղթը եւ որի համաձայն իհարկե բազմաթիվ մասնագետներ էին խոսում այն մասին, որ սխալ է այս տրամաբանությամբ առաջնորդվել եւ սահմանազատում իրականացնել կամ Արցախի հարցը փորձել է տրամաբանության մեջ տեսնել այդ փաստաթղթի տրամաբանությամբ, բայց դա կապ չունի, Ալիևը ասել է եւ ուրեմն Փաշինյանը պետք է առաջնորդվի Ալիևի խոսքերով։ Լսեմ ձեզ սահմանազատման հետ կապված, խնդրեմ։ Տեսեք, ինչի մասին մենք որ խոսում ենք, Ալիևը չի թաքցնում ու Ալիևը ասում է ու ինքը ճիշտ է ասում, որ ասում է սահմանը կլինի այնտեղ, որտեղ ես կուզեմ։ Ու մենք վստահաբար կարող ենք ասել, որ այո, այս իրավիճակում դա կլինի հենց այդպես։ Տեսեք, ես մի հետաքրքիր ես ձեզ բան ասեմ, որի վրա պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել։ Պատկերացրեք, հենց հիմա Հայաստանը չունի ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ նախարարներ, ոչ կառավարություն, ոչ մի բան։ Ալիևը ինչ կարող է անել։ Եթե Ալիևը փորձի ինչ-որ բան անել, ազգ կոչվածը մեր հասարակությունը կհամախմբվի, անգամ չունենալով հրամանատար կամ լիքը հրամանատարներ կան, կդիմակայի։ Բայց անի որ նրանք դա շատ լավ հասկանում են, նրանք ստեղ ունեն կառավարիչներ, նշանակված, որ չթողեն հասարակության մեջ համախմբում տեղի ունենա ու իրենց հողը պաշտպանելու ցանկացողներին նրանք լռեցնեն։ Եթե մենք չունենայինք կառավարություն, մենք ավելի լավ վիճակում կլինեինք։ Ես չեմ ասում, թե ով լիներ, ովը կապ չունի, առհասարակ վերցնենք ու ակենք, ասենք, всё, այսօրվանից մենք չունենք կառավարություն, մենք պետական համակարգը լրիվ դնում ենք մի կողմ։ Այդ պարագայում մենք ավելի լավ վիճակում կգտնվենք, քան այս մարդկանց կառավարման արդյունքում է։ Սրանք ընդամենը անում են հետևյալը, նորից եմ ասում, եթե կա հակազդում է առաջանում, Ալիևը ասում է պետք է հակազդեն, բայց այս մարդիկ ստեղ նստած են նրա համար, որ ուղղակի զրոյացնեն հակազդեցությունը ու իրենց այդ հիմնարագույն թեզերը առաջ տանեն։ Ու այդ Ալմա-Աթայի հռչակագիրն է, այս այնա, դրանք առհասարակ բառակույտ են, որոնց մասին այս պահին անգամ խոսելը ավելնորդ եմ ես համարում, որովհետև ես ասում եմ, էլեմենտար մի բան կա, եթե չլինի այս կառավարությունը, առհասարակ մենք չունենանք պետական որևէ ինստիտուտ, հայ ազգը, ասենց ասած, կհամախմբվի ու կդիմակայի։ Այն ինչ որ եղել է պատմության ընթացքում, մենք բազմիցս ականատես ենք եղել, չէ՞, որ մի փոքր գյուղ, մի քանի 100 զինվորներով հավաքվել, համախմբվել են ու դիմակայել են։ Բաշապարանը, այն մեկը, այն մյուսը, օրինակները շատ են։ Հիմա այստեղ կոնկրետ սրանց բերել դրել են, որ հանկարծ նմանատիպ բան չլինի, որովհետև տեսեք, ցանկացած արժանապատիվ մարդ մի հատ խելացի բան ասում, նրան լռեցնում է։
լրացնում ամենաայլանդակ ձևով ու չեն ամաչում, ասում են, որ դե վերջերս նախարարը ասեց, դե քանի որ իրանք ուժային կառույցների աշխատողներ են, իրենք ուժ կիրառեցին, այսինքն անպաշտպան մարդ է, երբ որ փողոցում կանգնած է, ինքը եկել են իր հետևից, ինքը քայլելով գնալու է, իրան վերցնում տապալում են, դե ասում է, բան, ուժայինների ներկայացուցիչներ էին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբից լինեին, խուտ-տուտ կտային, կծիծաղան։ Սա է մեր իրականությունը։ Սա փաթաթվել է մեր վզին ուղղակի։ Լավ, անկլավների պահով ինչ կար, ինչ անհանգստություն ունեք։ Անհանգստությունը Փաշինյանը գնում է հանձնման ճանապարհով։ Միանշանակ մաս հանձնելու ճանապարհով ես չգիտեմ շրջել եք թե չէ, եթե շրջեք Հայաստանի սահմանամերձ գյուղերով վերջին տարիներին ստեղծվել է իրավիճակ, այդ գյուղերում ապրելու հնարավորությունը զրոյացվել է։ Այո, կարծես միտումնավոր։ Ահա, կարծես չէ, միտումնավոր, որ մարդիկ չկարողանան ապրել։ Ու այդ գյուղերը դատարկվել են, դրա արդյունքում բանը համայնքների խոշորացում եւ այլն, դպրոցների փակվել ու ասենց ինչ որ բաներ։ Այդ տարածքները ուղղակիորեն տալու նրանց, ում որ պետք է, հասկանում եք, ու ինքը դա լավագույնս անում է, ավելի լավ անհնար էր, եթե թուրքն ու ադրբեջանցին հարձակվեին մեր վրա, մենք կպատասխանեինք, բայց այս դեպքում մեր ներսում արվում է մի բան, որ նման բան տեղի չունենա, որ նրանք սպառազինության վրա փող չծախսեն, որ իրանք զինվորները չզոհվեն, եթե կարելի է, ասենք, փայլելով ձեռները, գրպանները դրած գալ վերցնել, ինչի համար տանեն զինվոր զոհեն, ինչու՞մն է տրամաբանությունը։ Շատ լավ, պարոն Կրճյան, անցնենք առաջ հաջորդ կերպարը, կուզեի անդրադառնանք այսօրվա մեր հարցազրույցում, արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, որը լուրջ դերակատարում ունի ՔՊ-ում, նաև իր կապերն են բավական այսպես կասկածելի, հա, Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված, ժամանակին այսպես տեղեկատվություններ էին տարբեր պտտվում, Հայաստանում Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր օրինակ մի այդպիսի տեսանյութով հանդես եկավ, որ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է, Հայաստանի Թուրքիայի ամենամեծ կապավորն է։ Ես դրան հիմա չեմ ուզում անդրադառնալ, դրան ժամանակին անդրադարձավ նաև ԱԱԾ-ն, ասաց, որ դա սխալ ինֆորմացիա է։ Մի խոսքով, որոշ ջրեր հոսեցին, բայց այնուհանդերձ այդ ինֆորմացիան, որը մտավ մեր դաշտ, շատ բանի մասին ասում էր, հա, գործակալական ցանցի մասին, որը այսօր եկել է իշխանության, եւ հիմա ես կխնդրեմ անդրադառնալ շատ կարճ Արարատ Միրզոյանի քաղաքականության այն կետերին, որոնք ուղղակիորեն արտահայտում են ոչ հայկական շահեր, ավելի շատ, ասենք, սպասարկուն են ադրբեջանա-թուրքական տանդեմի, ավելին ասեմ, պանթուրանական ծրագրի իրականացմանը։ Առհասարակ, երբ որ նայում ենք սրանց որոշ քայլերին, հասկանում ենք, որ նրանք այս պահին սպասարկում են Թուրքիայի հենց այդ 100 տարվա ծրագրի իրականացմանը։ Կուզեմ լսել ձեր խոսքը, խնդրեմ։ Տեսեք, միանշանակ դա այդպես է, եթե մենք ասենք վերևից նայենք քարտեզին, տեսնենք մեր հարևան պետություններին ու առհասարակ նայենք աշխարհաքաղաքական զարգացումների, գերտերությունների վարած քաղաքականության տեսանկյունից, Թուրքիան երբեք չի թաքցրել իր Թուրանի գաղափարը, չէ՞։ Մի անգամ արել են, ապրել են, հետո պատմությունից մեզ հայտնի է, որ ոչ մի պետություն, ոչ մի իշխանություն, ոչ մի կայսրություն հավերժ չէ։ Հիմա այս մարդը, Էրդողանը, նա այդ գաղափարի գերին է ու ուզում է ինքը դա կյանքի կոչի։ Ուրեմն, եթե շրջում ես, ասենց ասած, նախկին խորհրդային միության տարածքը ասեմ, Ռուսաստանը ասեմ, վերջին 30 տարվա ընթացքում Ռուսաստանի ուրեմն այն սուբյեկտները, որոնք որ թրքալեզու են, այդ սուբյեկտներում
միլիարդավոր կապիտալ է ծախսվել Աթաթուրքի անվան դպրոցներ, չգիտեմ, Աթաթուրքի անվան ինչ ասես սկսած շաուրմայանոցից վերջացրած դպրոցներով, համալսարաններով, Աթաթուրքի արձաններն Ալիևի պուրակներով, բանով, մի խոսքով միլիարդավոր ու այդ սուբյեկտներում հիմնականում բանի մարզային մակարդակի բյուջեներում թուրքական կապիտալը Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը թուրքական կապիտալը գրեթե կազմում է տեղերկա մոտ 80%։ Թուրանը վաղուց իրականությունն է շատ վաղուց, այնպես չէ որ վաղը չէ մյուս օրը կարող է լինի կամ չլինի։ Այդ սուբյեկտներում ապրող թրքալեզու մարդիկ Էրդողանին սուլթան են համարում։ Ես դա ասում եմ այդ տեղերում, սենց ասած, ոչ թե տուրիստի կարգավիճակում, այլ այդ տեղերում ապրած աշխատած մարդ։ Ես եղել եմ այդ միջավայրում ու մասնագիտությունից ելնելով ես տեսել եմ դա ու դա շոշափել է։ Հիմա Հայաստանը այն բանը, սենց ասած փոքորտին կանգնող խանգարող ինչ որ մի բան է, որը որ էլի թե Հայաստանի արդեն սենց ասած այդ բառը ճիշտ ասած կներեք արտահայտությանը զզվանք առաջացնում, բայց նախկինների ժամանակ խանգարում էր դրա այդ Թուրանի կյանքի կոչելու։ Իսկ գերտերությունները միշտ ունեցել են ու կունենան իրենց հետաքրքրությունը։ Հիմա Թուրքիային իր նպատակները կյանքի կոչելու համար ինչ էր պետք ոչ թե պատերազմով, որովհետև եթե նա պատերազմում է, նա խնդիր է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ, ախպեր ինքը հասկացել է, որ եթե ինքը հաջողել է, ինքը ունի իր գրպանային իշխանությունը Հայաստանում, նա ամեն ինչ կանի ու այդ դեպքում ինքը նաև ունի արդարացում, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կասի, այս ինչա տեղի ունենում, ես համաձայն չեմ ու նա այսօր ասում են, դե ասում են մենք ինչ անենք, հայերն են, իրանց երկիրն է, իրանց բռնած ուղին է, հիմա ես ինչ անեմ, գնա հայերի հետ կռվի ու Իրանը բնականաբար Հայաստանի հետ պատերազմելու ձգտում չունի, չէ՞։ Չի ուզում, վրացին էլ չի ուզում, ռուսն էլ չի ուզում, Ամերիկան ու Եվրոպան էլ դե շատ հեռու են, նրանք էլ չեն ուզում։ Այստեղ տեղի է ունենում սենց ասած դավաճանություն հայերի ձեռով, ընդ որում մի փոքրիկ խմբակի մի քանի հոգու խնդիրը մի քանի հոգու մեջ է, սենց շատ մեծ բան չի էլի, այնպես չի որ մի ամբողջ բանակ է, մի քանի հոգի են իրենց գաղափարական հետևորդների թիվն էլ այսօր եթե նայում ենք Հայաստանում ապրող բնակչության տեսանկյունից 3 միլիոնից մոտ 10%-ն է գաղափարական իրենց հետևորդը, այն մնացածը պետական ապարատում իրենց սենց ասած պաշտոնը չկորցնելու, հացից չզրկվելու մարդիկ են, որոնց որ բոլորս էլ երևի շատ-շատերս ունենք ծանոթներ, հասկանում ենք այդ մարդը աշխատում է, հետում իր հորքուրի քերուտաղերքին ասում է գնացեք սրանց ձայն տվեք։ Իրականում իրանք այդքան վտանգավոր չեն, ինչքան որ իրանց դեմոնացնում ենք մենք սենց ասած, բայց ցավոք սրտի, քանի որ ամբողջ պետական համակարգը կենտրոնացված է մի հոգու ձեռքում, մի հոգու, ինքը թե քննիչն է, թե դատավորն է, թե դատախազն է, թե պատիժ տվողն է, ամեն ինչը ինքն է ու իրան տվել են կարտ բլանշ, ասել են ինչ ուզում ես արա, մենք դրա վրա աչք կփակենք, կասենք դու աշխարհի ամենա բան ժողովրդավարն ես, դրա համար ինքը անում է ամեն ինչ ու հակազդեցություն առայժմ այս պահին չկա։ Պարոն Մկրտչյան, ես ուզում եմ կոնկրետ դարձյալ փաստի հետ կապված ձեր խոսքը լսել, արտգործնախարարի պաշտոնում մի մարդ է, ով գերիների մասին լրագրողների հարցին, թե ինչ է արվում, ի վերջո Հայաստանը ինչ է անում այդ ուղղությամբ, հա։ Մենք իրականում ոչ մի աշխատանք չենք տեսնում մեր ռազմագերիների վերադարձի հետ կապված, ճիշտ հակառակը ես ուզում եմ հիմա հիշեցնել, վերջերս Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից մի ձայնագրություն էր ուղարկել, որտեղ հստակ ասում է, որ 94 թվականին այդպես երբ խոսել է ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը շատ անկեղծորեն ասել է, որ դուք այստեղ կմնաք այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում է Հայաստանի
իշխանությունը։ Սա լրջագույն շատ կարևոր բացահայտում էր եւ լրջագույն վտանգ կախված մեր պետության, մեր ժողովրդի եւ մեր հայրենակիցների գլխին, ովքեր այս պահին Բաքվում բանտված են։ Այսինքն հենց տեղից, հենց Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, կա նաեւ մի դրվագ, չէ, հիշում եք, այդպիսի խոսակցություն տարածվեց, որ Պուտինը եւս Ալիևին ասել էր գերիների ազատ արձակման հետ կապված, մասնավորաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ ստացել էր պատասխան, որ դա չի կարող անել, քանի որ նա կատարում է Փաշինյանի ցանկությունը։ Իսկ ինքն ու Փաշինյանը, քանի որ ակտիվ համագործակցում են, ինչ ուզում է Ալիևը անում է Փաշինյանը, հետևաբար ինքն էլ պետք է անի այն, ինչ ցանկանում է Փաշինյանը։ Եվ Փաշինյանի ցանկությունը դա է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարները մնան Բաքվի բանտերում։ Եվ հիմա այդ հարցի հետ կապված, երբ լրագրողը հարց է տալիս արտգործնախարարին Հայաստանի, որը ամեն օր, ամեն ժամ պետք է աշխատեր ի պաշտպանություն մեր գերիների իրավունքների եւ նրանց վերադարձի, նա ասում է ծնգլ արեցիք, թողեցիք, հա, ինչ որ ցինիկ հայտարարություն։ Այս տեսանկյունից կխնդրեմ գնահատական տակ Միրզոյանի գործողությունների եւ առհասարակ այս իշխանության եւ անցնենք առաջ, խնդրեմ։ Տեսեք, ինձ համար կոնկրետ գաղտնիք չէ, որ մեր բոլոր ռազմագերիները բոլոր նախատիպ Ադրբեջանում գտնվում են Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների ու Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ, բայց իրենք գտնվում են բանտում։ Դա նպատակ է հետապնդում վախեցնելու, լռեցնելու առհասարակ ցանկացած արժանապատիվ մարդու տեղը ցույց տալով, որ տես, եթե դու ուզենաս ինչ-որ բան անել, դու էլ կհայտնվես այնտեղ։ Դա ընդհանրապես դա, ասենք, ել եմ ասում, իմ համար գոնե գաղտնիք չէ։ Դա այտենց է։ Իսկ իհարկե այսօրվա արտգործնախարարը փողոցային այդպես լեքսիկոնով պիտի պատասխանի, որովհետև նա հո չի կարողանալու հոդաբաշխ պատասխան տա ու նաև արդեն գիտի, որ հակազդեցություն չկա, ոնց կուզենա ձեռքերը գրպանում, այդպես ասի ծնգլ արեցիք, կանցնի առաջ, որովհետև իրոք, ասենք, դե իրան հաճելի չէ, ամեն անգամ լսել ու մտածի, որ լուրջ դեմքով ինչ-որ գրագետ պատասխան տա, արդեն անցել է ցինիզմին, այդպես փողոցային լեքսիկոնով պատասխանում ու եթում է առաջ։ Ինչ են անելու, ոչ մի բան։ Այսօր իրենք գիտեն, որ իրենք, ասենք, իշխանություն են ու ամեն ինչ իրանց կարելի է ու անում են ու մարսում են։ Ինչ-որ նարել լուրջ տեսանկյունից չէ, էլի։ Իդեպ պետք է արձանագրենք, որ այն հայ-թուրքական հարաբերություններ կոչված, այսպես կոչված կարգավորման գործընթացը եւս ակնհայտորեն տեղի ունենում թուրքական երազանքների, թուրքական նպատակների, նրանց անմիջական ուղղորդման ազդեցության տակ։ Կարծում եմ մեկ այլ առիթով մենք դրա մասին ավելի խորքային կխոսենք։ Հիմա ես ուզում եմ անցնել առաջ, որտեղ մեր ժամանակը ավարտվում է եւ ես կխնդրեմ ձեզ անդրադառնաք նաեւ վերջերս ազգային ժողովի նախագահի պաշտոնում, այսպես ասած, նշանակված, կարելի ասել նույնիսկ նշանակված, որովհետև դեռ խորհրդարանը չէր ձևավորվել, ԿՊ-ն շատ արագ, շտապեց շատ արագ, գաղտնի քվեարկությամբ իրենց ներսում ազգային ժողովի թեկնածու ընտրեցին Ռուբեն Ռուբինյանին, ում անցյալը բավական եւս կասկածելի է իր թուրքական կապերով հանդերձ։ Ես հիշում եմ մի 2 տարի առաջ էր Ռուբինյանը խիստ բարկացկոտ ասեց, եթե մի անգամ էլ իր անցյալը կապեն թուրքերի հետ, թուրքական, հա, այսպես թե Թուրքիայում է սովորել, Թուրքիայում է դիպլոմ եւ այլն ստացել, ապա ես լուրջ, ասենք, նույնիսկ դատական, հա, այսպես գործընթացի հետ գործ կունենաք, բայց վերջի շրջանում հստակ փաստեր են տարածվում, որ եթե ոչ սովորել, ապա ինքը շատ լուրջ, այսպես հետազոտական աշխատանքներ է արել նույն Թուրքիայում։ Ես նախ կուզեի իմանալ ձեզ լսել այդ առնչությամբ, իդեպ ասեմ, որ երբ նրա թեկնածությունը առաջադրեցին, ընտրվեց այսպես ԿՊ-ի կողմից, առաջի շնորհավորանքը եղել է հենց Թուրքիայից եւ Քլեչի կողմից է եղել, ում հետ նրանք շատ լավ բարեկամական, այսպես երևի կարելի ասել, շատ նույնիսկ երբեմն ասում են հայր եւ որդի, հա, այնքան ջերմ հարաբերություններ են նրանց մեջ, որ այսպիսի իրավիճակ է եւ փաստորեն ստացվում է ինչ Հայաստանի Հանրապետության, որը համարվում է
խորհրդարանական երկիր, շատ կարևոր այդ պաշտոնին եւս նշանակվում է մի մարդ, ում հետ կապված դարձյալ կա հստակ արձանագրում, որ նա թուրքական շահերի տիրույթում է, թուրքական շահերի այսպես ազդեցության տակ գտնվող մարդ է։ Ձեր կարծիքը խնդրեմ։ Բնականաբար կոնկրետ երկրի կարևորագույն պաշտոնները զբաղեցնող մարդիկ կասկած անգամ չկա, թե որտեղից են ուղղորդվում ու այն համալսարանը, որը որ հիշատակվում է, տեսեք, դա այդ ինստիտուտի իրավաբանական անվանումն է, այսինքն կարելի էր բացել ինչ-որ մի հատ հավաբուն ու անունը դնել համալսարան։ Այդ ինստիտուտի գերնպատակը ուղեղների լվացումն է ու գաղափարներ գեներացնելը ու այդ գաղափարները տարբեր ձևերով տարածելը։ Պնդել, որ ասենք սովորել եմ այսինչ համալսարանում կամ հետազոտությունները ձևակերպումներ միլիոն տեսակի կարելի է տա, անգամ եթե մի կողմ թողնենք դա ֆիզիկապես գտնվել է արդյոք Թուրքիայի Հանրապետության սահմանների ներսում, թե նրանից դուրս, օրինակ շատ տարիներ առաջ դեռ 2011, 12, 13 թվերին Վրաստանում, Բաթումիում կազմակերպվում էին տարատեսակ, ասենց ասած, միջոցառումներ, որոնք որ իմ մոտ կոնկրետ կասկած էին հարուցում, ես մի քանի անգամ առիթ եղել է շատ պատահաբար այդ տեղերով անցել եմ ու ունեցել եմ ընկերներ, որոնք որ զանգել են, ասել են, գիտես, այդտեղ ինչ որ միջոցառում է, հստակ երևում է, որ թուրքական կապիտալով ու հիմնականում թուրքեր են, Հայաստանից էս մարդիկ, ընդ որում ամուսիններ ներկա են այդ միջոցառումների, դրանց տարբեր տեսակի, ասենք, անուններ կարելի է տալ, ասենք, Հավին Պետրահան անելու ինչ-որ բան են կազմակերպում, անուն են դնում, իրանք եթում մասնակցում են։ Խնդիրը անգամ էտել չէ, ասում եմ, որ այդ ինստիտուտը, այդ համալսարանը գտնվել է արդյոք Թուրքիայի Հանրապետության տարածքում, թե չէ։ Խնդիրը այն է, որ կան աշխարհում գործող բազմաթիվ ուղեղային կենտրոններ, որտեղ որ գեներացվում են մտքեր, վերցվում են մարդիկ, այդ գաղափարը ներդրվում է մարդու գլխում ու այդ մարդը տանում տարածում է։ Ընդ որում հիմնականում արվում է այսպես, կա մի ընդհանուր գաղափար, այդ ընդհանուր գաղափարը բաղդացվում է տարբեր մասերի, տարբեր մարդկանց գլուխներում կոնկրետ փոքր չափի արդեն գաղափար է դրվում, այս մարդը հետում է, նրանք անգամ կարող է շատ ժամանակ մեկը մեկից պատկերացում էլ չունենան, որ իրանք արդյունքում նույն բանն են անում։ Այն ինչը որ տեղի ունեցավ Հայաստանում, եթե ես կոպիտ օրինակը բերեմ, եթե մենք վերցնենք մի հատ մեծ չափերի ռումբ ու գցենք, ասենք ինչ որ միտեղ, մենք ստանանք որոշակի վնաս կտանք, բայց եթե այդ ռումբը մենք դարձնենք 1000 հատ ու տարածենք ավելի մեծ մակերեսով ու այդ 1000-ը միանգամից կամ իրարից տարբեր ժամանակներով պայթեն, վնասը շատ ավելի շատ կլինի։ Սա է հարցը, որ ցավոք սրտի մեր հասարակության ճնշող մեծամասնությունը դա չի հասկանում, անգամ ես ցավով եմ դա արձանագրում, որ ինձ այդ բուհ սովորած, բուհ հավարտած, ընդ որում լավ առաջադիմություն ունեցող մարդկանց մոտ այդ պատկերացումը չկա։ Ես 13 թվին մի գրառում էի արել Facebook-ում, որ այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում, մոտ ապագայում կհանգեցնի Արցախի կորուստին ու հարցա թե Հայաստանից ինչ կմնա, ինձ մոտիկից ճանաչող գիտնականներ, դրանք քաղաքագետներ են, պատմաբաններ, իրավաբաններ, ինձ ասում էին դու մեր ազգին չես սիրում։ Այն որ դու դա ասում ես, դա ասում էի ազգին սիրել չսիրելը նու ազգին անհնար է սիրել կամ չսիրել, դրա մասին այս պահին չեմ էլ ուզում խորանամ, ուրեմն խնդիրը հետևյալի մեջ է, պետք է ունենալ հոտառություն ու պրոցեսը, որը որ տեղի է ունենում, հասկանալ, հաշվարկել, որ սա ինչի կհանգեցնի,
ցավոք սրտի ես ցավով եմ ասում, 1000 անգամ ես կուզենայի ինքս սխալված լինեի, ես անգրագետ լինեի, ես դա չտեսնեի, չհասկանայի ու դա տեղի չունենար ու մտածեի դե լավ, հիմա բանը ասել եմ, հիմա տեղի չունեցավ, բայց տեղի ունեցավ են, ինչ որ տեղի ունեցավ։ Հիմա էլ երբ որ ասում ես, որ այս քայլերը հանգեցնելու է սրան, ասում դե լավ, հա, դե այդպես բան չի լինի։ Մենակ Արցախը տվեցինք, էլ Հայաստանից մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Ու ցավալի է դա։ Այո, շնորհակալ եմ, հետաքրքիր վերլուծեցիք, դուք ճիշտ եք ասում, դուք այո նման գրառում արել եք եւ ցավոք ձեր կանխատեսումը, որը անշուշտ ոչ թե ուղղակի օդի մեջ արված կանխատեսում էր, այլ իրական հիմքեր ուներ, փաստերի հիման վրա հիմնված էր, իրականություն դարձավ Արցախի պահով։ Ես Ռուբինյանի պահով, եթե թույլ կտաք, շատ կարճ ուզում եմ հիշեցնել, որպեսզի մեր ժողովրդի համար մենք խոսեցինք այդ համալսարանի մասին, հասկանալի լինի ինչ համալսարանի մասին է խոսքը։ Խոսքը Ստամբուլի Սաբանջ համալսարանի մասին է եւ ես երեք նկատեցի, որ դեռ 2022 թվականին Նաիրի Հոխիկյանը մի շատ կարևոր գրառում էր արել, շատ կարճ ուզում եմ հիշեցնել եւ մեր հեռուստադիտողներին, որ թուրքական Սաբանջ համալսարանը հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է եղել, ով 1934 թվականին Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջ անունը եւ Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական եւ եկեղեցապատկան ունեցվածքին, որը ընդհանուր առմամբ կազմում է $100 միլիարդ։ Եվ այս թուրքի զավակները, ինչպես գրում էր Նաիրի Հոխիկյանը, քարոզչական կրթության նպատակներով 1994 թվականին հիմնել են Սաբանջը համալսարանը, այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ ուղեղների լվացման համար եւ ազդեցության գործակալ դարձնելու համար, եւ հիմա բերենք շաղկապենք պարոն Ռուբեն Ռուբինյանի հետ։ Ռուբեն Ռուբինյանը հենց այդ համալսարանում է մեկ տարի 2017-18 թվականներին հետազոտություն իրականացրել, իդեպ շատ հետաքրքիր էր նաև հետազոտության թեման, բայց այս պահին ես չեմ ուզում շատ ծավալվել, ժամանակը դա թույլ չի տալիս մեր եթերային, եւ փաստորեն հենց 18 թվականին էլ, ինչպես ասում են, Թուրքիայից ուղիղ իջնում է վայրեջք է կատարում հրապարակ Հանրապետության կամ Գյումրի, որտեղ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իր քայլերթը։ Կապերը շատ են, պարոն Մկրտչյան, շատ են Թուրքիայի, Ադրբեջանի, մենք դրանց այսպես հնարավորինս երևացող հատվածները ասեցինք, բայց եթե նստենք ավելի խորքային նայենք, բազմաթիվ խոսքեր, նրանց կողմից հնչեցվող հայտարարություններ եւ գործողությունների վերջո քայլեր կտեսնենք, որ նույնական են հարևան երկու պետությունների Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եթե կա ասելիք, ես կխնդրեմ ասեք եւ եզրափակենք մեր հարցազրույցը։ Անկեղծ ասած ասելիքները շատ է, ես շնորհակալ եմ հրավերի համար, փորձենք հետագայում մեզանից հասանելիքը անենք, փորձենք փաստերով ներկայացնել, այո, փաստերով ներկայացնել, կոնտրաստով, այո, փաստերով ներկայացնել, գոնե եթե ունենանք հնարավորություն մենք կասեցնել վերջնական գահավիժումը, դա կլինի իմ կյանքի համար մեծագույն ձեռքբերում, ես կհամարեմ, որ ես այս կյանքը, այս հողի վրա իզուր չեմ քայլել ու այս կյանքը իզուր չեմ ապրել։ Փորձենք ինչ-որ բան անենք։ Ես շնորհակալ եմ եւ Հայք Նյուզը համագործակցում է եւ մասնավորաբար հենց մենք հաղորդաշարը համագործակցում է, աշխատում է հենց այն հայ մարդկանց հետ, ովքեր արժանապատիվ են, ում սրտում մտքում միշտ կա եւ կլինի Արցախը եւ Արցախի վերադարձի իրավունքը պետք է իրացվի, ում սրտում եւ մտքում միշտ կա Արարատ լեռը Նոյան տապանով որպես մեր սրբության խորհրդանիշ եւ Արևմտյան Հայաստանը եւ անկախ նրանից ովքեր կգան եւ կգնան իշխանության, հայը չի կարող մոռանալ իր պատմական հայրենիքը եւ իր մտքում չի կարող չունենալ վերադարձի իրավունքը, ինչը ինքը ունի այդ իրավունքը։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով այսօր ես զրուցում էի արևելագետ, քաղաքագետ Հովիկ Մկրտչյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։